$100 դրել ենք, նույն օրը $100 տեղը $7,000 դրամ շահույթ եմ ունեցել։ Հետո իրանք ասեցին, տենում եք վստահությունը կա եւ այլն, տենց դուք կարող եք ավելի շատ գումար դնեք, ասի ես ավելի շատ գումար չունեմ։ Մի տեսակ տենց կասկած մտին, այո։ Ասեցին չեք կարող տենց մեկից վեկա վերցնեք, ես իմ բանկից վերցնեք, ասեցի։ Ես համոզում էի, որպեսզի շատ ներդրում անեք։ Արդյունքում դուք որքան գումար եք կորցրել։ Արդյունքում այդ $100 դարավ 4,5 միլիոն դրամ իրանց օգնությամբ WhatsApp-ով տենց Ամերիա բանկից վարկ վեկալեցի 4,5 միլիոն դրեցի այդ վարկը այդ գումարը այդ կրիպտովալյուտայի մեջ իրանք ինձ օգնում էին ու այդ նույն օրը իմ շահույթս դոլարային կարգով ասեմ եկել էր $87,000 որ պիտի այդ օրը իմ հաշվի համարին իբր նստեցնեին սկսվեց արդեն տեղից խնդիրները ու իրանք տարբեր տենց կազմակերպություններ ռոձի այդ վերահսկվում է բանանում բլոկավորել են ձեր այդ սառեցրել են ձեր այդ գումարը դուք պետք է վճարեք $1,952 USDT որպեսզի թույլատրեն ու իմ խնայողություններից արդեն ամեն անգամ այո ընդհանուր իմ կորցրած գումարս գրեթե 7,5 միլիոն դրամ եւ այդպես տենց ես արդեն իմ խնայողած գումարը երբ որ նկատել եմ որ արդեն անընդհատ տալիս եմ ու ամեն անգամ պատճառաբանություններ այդում ես հրաժարվեցի Իսկ իրավապահների աշխատանքը ինչպես է գնահատում Իրավապահների աշխատանքը այս պահի դրությամբ ես չեմ կարող իրավապահների աշխատանքը գնահատական տամ, որովհետև արդյունք չկա։ Արդյունք ունենալու դեպքում գնահատական կտայի, որ ինձ ճանաչել են տուժող, այսինքն ես տուժող եմ համարվել պետության կողմից, բայց մինչև օրս ասենք ինչպես նկատում եք ոչ մի տուժող այս իմ պես ովքեր որ տուժվել են կրիպտոարժույթներում ոչ մի տուժող երբ որ պետության կողմից տուժողա ճանաչվել ոչ մեկի իրավունքները առ այսօր վերականգնված չէ